Հայաստանը այնպիսի երկրներից է, որոնք ունեն իրենց հատուկ սովորույթներ, ավանդույթներ, գրված ու չգրված օրենքներ։ Հենց այդ չգրված օրենքներից ու սովորույթներից մեկն էլ տրանսպորտում հարևան ծանոթ բարեկամի փոխարեն ուղևորցը վճարելն է, կամ ժողովրդական լեզվով ասած տեղը ստանալը։ Վանաձորցիներից շատերը գտնում են, որ տրանսպորտում միմյանց փոխարեն ուղևորցը վճարելը հատուկ է միայն մեր ազգին եւ դրական են վերաբերվում։ Դա էտիկետի նորմա, որ մենակ մեր ազգին է բնորոշ, ես դրանով հպարտանում եմ։ Հայկական հոգեկերտվածքին է բնորոշ, այլ ազգերին իսկ մա բնորոշ չի, յուրաքանչյուրն իր համար նույնիսկ ընտանիքի անդամներ անգամ։ Եվ մենթալիտետի հետ կախված բանավոր ճիշտ է։ Ոմանք գտնում են, որ միմյանց փոխարեն տրանսպորտում վճարելը կախված է նաև նրանից, թե ինչ հարաբերությունների մեջ է տվյալ անձի հետ։ Կարող է բարեկամ լինի, բարեկամի համար վերցնես, բայց ոչ ասենք։ Դա ամեն մարդուն նեղություն է տալի։ Կարող այն մի մարդու մոտ լինի, այդ գումարը մյուսի մոտ չլինի, իրան որպեսզի վատ չզգա, ավելի հավանական է, որ բոլորը իրանց տեղը վճարեն։ Ճիշտ ասած, պետք չի ինչ-որ բարդությունների մեջ ընկնել, եթե հնարավորություն չունես, ուրեմն դիմացին էլ ամենևին նեղանալու իրավունք չունի, բարոյական իրավունք, բայց ոչ մի ստիպվածի կարիք չեմ տեսնում, որ կա։ Եթե ունես հնարավորություն վճարի, եթե չունես հնարավորություն, ստեսություն հրաժեշտ ես տալիս քո ծանոթին, բարեկամին եւ վերջ։ Միտք չունի, որովհետև հետո անհարմար ես զգում, որ վարորդին ասես իմ տոմսը վերցրած է։ Շատերի կարծիքով էլ դա հարգանք է մեկը մյուսի նկատմամբ։ Հարգանք է մեկը մյուսի նկատմամբ։ 90%-ով պետք չի։ Բայց մարդիկ կան, որ մեկը մեկին է ձևի են հարգում, չգիտեմ, չեմ կարող լիարժ, ես կարող եմ հարազատին տոմս վերցնել իջնել, եթե գումար կա մոտս, եթե գումար չկա, մենակ իմ տոմս վերցնում եմ իջնել։ Նորմալ եմ վերաբերում, եթե ես տրանսպորտում լինեմ, ինձ համար վերցնեմ, նորմալ կընդունեմ դա։ Ինչևէ, որքան էլ որ փոխվեն ժամանակները, դժգոհություններ լինեն սոցիալ-կենցաղային վիճակից եւ ապրելակերպից, հայը չի կարող փոխել իր բնույթը, իր սովորույթները։ Տաթևիկ Ղազարյան, Արայիկ Նազարյան, Մի քեռուստաընկերություն։